Այսպես, ես եմ սուրճը եփել ու նոր եմ եկել։ Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, շտապում եմ, քանի որ քիչ անց աշխատանքի եմ գնալու։ Ասեմ, որ օրը բավականին անցել է, եւ սա իմ երկրորդ սուրճը կլինի։ Վաղ եմ արթնացել, իհարկե, գիտեք, թե ինչքան գործերի մեջ եմ։ Արդեն շոգն ընկել է եւ տանզողությունը շատ դուր է գալիս, եւ որ դրսի շոգից գալիս ենք տանզողության մեջ, արդեն անմիջապես թեթևություն ենք զգում, հետո էլ շտապում ենք տան գործերն անել։ Ես էլ այդ վիճակին շտապում եմ, որ դրսի շոգից տուն գալով տան գործերս կսկսեմ, բայց ջուրը չկա, ջուրը կտրված է երկար ժամանակա եւ այդպես էլ տան գործերս խափանվեցին։ Ես էլ որոշեցի հենց այդպես էլ միանալ ձեզ եւ իմ վլոգը վարել։ Սիրելի հետևորդներ ջան, շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին անհամբեր սպասել եք ինձ։ Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Այդ հանգամանքները, որ խանգարում են, որ ես վլոգներ նկարահանեմ իմ եւ ձեր համար, սիրելիներս, դրսի աշխատանքային պահեր էին առաջացել եւ անհնար էր այդ տեղից նկարահանումներ կատարել։ Ասեմ, որ երբեմն էլ այդպես է պատահում եւ չեմ կարողանում, որ նկարահանումներ կատարել։ Այդ պահերին շատ անհանգիստ եմ լինում։ Գիտեմ, որ ինձ սպասում եք եւ ուզում եմ, որ ամեն պահն էլ լինել ձեր հետ, զրուցել ձեր հետ եւ ցույց տալ ամենալավ բաներն ու զրույցները խոսել ձեր հետ։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեմ արդեն, որ դուք էլ ձեր սուրճն եք եփել եւ միացել եք ինձ, որի համար շատ շնորհակալություն բոլորիդ։ Հաշված օրեր են մնացել իմ ինկուբատորի ճուտիկները դուրս գալուն եւ դեռևս այստեղ մի քանի օր էլ կաղմկի ու լույս աշխարհ կգան փոքրիկ գույնզգույն ճուտիկները։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքր անհանգիստ եմ, քանի որ գրքով տվածի չափից մի քիչ շատ եմ ձուկ լցրել էլեկտրական թուղթի փորիկի մեջ, մի քիչ այդ պահով եմ անհանգիստ եւ հույսում եմ, որ ողջ եւ առողջ ճուտիկները կծնվեն։ Դա արդեն իմ երկրորդ փորձն է, մյուս փորձս բարեհաջող էր անցել, բայց ամեն դեպքում էլի ու էլի անհանգիստ եմ լինում, քանի որ մի քանի անգամ փորձում ենք ու նոր արդեն վստահ շարունակում ենք ու դա կապ չունի, թե ինչ գործի մեջ ենք այդպես վարվում։ Ինչևէ, թող բարեհաջող ծնվեն ճուտիկները, որպեսզի միասին ուրախանանք, սիրելի հետևորդներ ջան։ Քանի որ ջուր չկար եւ ջրի հետ էր կապված նաեւ իմ տան գործերը, այս մի քանի ժամվա ընթացքում, մի քանի ժամ եմ ասում, բայց ընդամենը կես ժամ հազիվ ժամանակ ունեմ եւ կհասցնեմ թե գնումներս ցույց տալ եւ թե նվերներս ցույց տալ, որը այն օրը գնացել էի ու Viber-ից ստացել էի։ Իմ աղջիկս է ինձ ուղարկել, սիրելի հետևորդներ ջան, նորից եմ հիշեցնում, մեծ աղջիկս Սաթենն էր ինձ ուղարկել, եւ ինչեւ որ իմ սուրճը կվայելեմ, ուզում եմ նախ եւ առաջ հագուստներս ցույց տալ, քանի որ ոչ մեկը չեմ հագել եւ այսպես դեռևս մնում է։ Շատ զբաղված եմ եղել, պատճառը դա է եղել, իսկ ավանդական այս տոպրակները բոլորս էլ գրեթե խնամքով ծալում մի կողմ են գնում, քանի որ միշտ էլ մեր ձեռքին պետքական է լինում։ Այսպես, երկու նվեր է ուղարկել Սաթենս ինձ, որի համար շատ ուրախ եմ։ Իհարկե, ես իմ աղջկա հետ միշտ էլ կապի մեջ եմ լինում եւ շատ շնորհակալություններս փոխանցել եմ։ Այսպես, այս հագուստները միասին ենք ընտրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ առանց իմ ընտրության անհնար կլինի։ Մենք հավոր մեր երեխաների համար, դե իհարկե փոքր տարիքային խմբի համար ինքներս ենք ընտրում հագուստները։ Ամառային թեթև զով հագուստներ են, գույները շատ սիրուն, սա վերևի մասն է, սիրելի հետևորդներ ջան, մեջքի մասը ինքը ոչ մի բան չկա նկարված, իսկ առջևում արդեն այս ծաղկե պատկերն է։ Ասեմ, որ արդեն իսկ գիտեմ, որ սրա ներքևը հավերս հավաքվել են այդ կողմ եւ ակրոլի ձայնը լսելի է։ Այս ներքևի մասը կարիք կա, որ դերձակի մոտ տանեմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի իմ բոյով լինի արդեն
եւ իմ կազմվածքին համապատասխան լինի։ Շատերիդ հայտնի է, շատերը ծանոթ եք, բոլորդ էլ շփվում եք նմանատիպ բաների հետ եւ գիտեք, թե ինչ որակի են Viberisից պատվիրած հագուստները հատկապես, ահա, նորից տեղավորեմ, քանի որ խոհանոցում եմ, իդեպ ուզում եմ ասել, որ գիտեք չէ, որ խոհանոցը տան սիրտն է, եւ մենք կանայքս ինչ-որ ձգողական ուժով ուզում ենք անընդհատ գտնվել խոհանոցում, իսկ եթե խոհանոցում ենք, արդեն տան սրտում ենք, իսկ եթե սրտում ենք, ապա սիրված ենք, եւ մեզ կանանց ինչը պետք լինել սիրված ընտանիքի անդամների կողմից, ահա, հիմա հաջորդը բացեմ, սիրելի հետևորդներ ջան, որից հետո արդեն օրեր առաջ ասել էի բլոգիս մեջ, որ տնտեսական գնումներ եմ կատարել եւ ժամանակի սուր լինելու պատճառով ձեզ ցույց չէի տվել, որպեսզի միասին բացենք, ասենք շնորհավոր, կամ էլ դուք էլ ձեր մեջ ասեք, վայ, ես էլ ունեմ դրանից, կամ էլ ես էլ կուզեի դրանից, այդպես, հավեսով, սիրելի հետևորդներ ջան, համեմատած մյուս հագուստի, այս մյուս հագուստի ներքևի հատվածը դերձակի կարիք չի լինի, որ տանեմ ու կարճացնեմ, արդեն իսկ հագել, փորձել եմ եւ իմ կազմվածքի վրա շատ լավ է նստում, կողքերին գրպաններ ունի եւ սա արդեն տանը հագնելու թեթև հարմար հագուստ է, իսկ մյուս հագուստը արդեն դուրս գալու, աշխատանքի գնալու, խանութներ գնալու, թեպետև սիրելի հետևորդներ ջան, բոլորդ էլ գիտեք, որ մեր հայերի բնավորությունը այնպիսին է, որ անգամ եթե դուրս ենք գալի տնից ու գնում ենք կամ մեկ հաց գնելու, կամ պաղպաղակ գնելու, կամ մի թեթև ինչ-որ մի զուգացուցիչ ըմպելիք գնելու, ապա հագնվում ենք, հարդարվում ենք, պարտադիր կսվում ենք, մեր պայուսակը վերցնում ենք, ովքեր բարձրակրունկ են սիրում հագնել, բարձրակրունկ են հագնում եւ այդպես ուղղված զարդարված տնից դուրս են գալի եւ ասեմ, որ եվրոպացիները այդպիսին չեն, սա էլ վերևի մասն է, սիրելի հետևորդներ ջան, եւ բամբակ է ինքը զով հագուստ է, ամռան շոգին հարմար, թեթև, Սա արդեն լվանալուց հետո նոր կհագնեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ միշտ էլ հագուստները սիրում եմ թեթև ջրով լվանալ, ապա նոր արդեն իմը դարձնել, ես հագնել, որպեսզի ավելի հարմարավետ զգամ ինձ։ Այսպես, արժե որ արդեն սուրճին մոտենալ եւ մեկ կոմել սուրճ վայելել, Շատ դուրս եկավ այս բաժակը եւ անընդհատ ուզում եմ իմ աչքի առաջ լինի, անընդհատ այս բաժակով եմ ուզում իմ սուրճը վայելել եւ գիտեմ, որ շատերիս մոտ է այդպես, երբ որ նոր բան ենք ունենում, կապ չունի, ամանեղեն է, թե հագուստ է, անընդհատ ուզում ենք, որ մեր աչքի առջև լինի եւ այդպես շարունակ։ Ջան Իսկ խմելու վիճակի է, քանի որ շոգ է, առանց այն էլ գիտեք շատերդ, որ շատ տաք սուրճը ես չեմ սիրում, երկու մարկում կվայելեմ, համ էլ կարագացնեմ, որպեսզի չուշանամ իմ աշխատանքից, այստեղ սիրելի հետևորդներ ջան, գեղեցկություն եմ գնել, ահա, ապակե բաժակներ են, թափանցիկ, մի հատ այսպես տուփով ցույց տամ, տուփով եմ ցույց տալի, քանի որ մի քանի տեսակ ինքը նախշեր ունի, այսինքն դա ցույց է տալի, որ նման տիպի աշխերհով լինում է, եւ տուփի վրա բոլոր իր այդ աշխերհը տրված է, ահա, շատերիդ հայտնի, շատերը տեսած կլինեք խանութներում, շատ է տարածված, սիրելի հետևորդներ ջան, լայն տարածում է գտել նմանատիպ ամանեղենը, Եվ կարելի ասել ամենուր կա, ահա խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, շատ իմ ճաշակով, շատ իմ սրտով, գիտեք որ թափանցիկ ամանեղենի սիրահար եմ եւ այսպես գծերով եմ ընտրել ես այս բաժակի նախշը, իսկ արդեն ապսեն այս տիպն ունի, ահա, հատուկ մուկ հագուստ եմ հագել, որ այս ամենը ավելի լավ երևա, սիրելի հետևորդներ ջան, ահա
Հարմար է ոչ միայն սրճելու, նաև թեյելու, կաթ վայելելու, նույնիսկ կարող ենք սառը հյութել խմել, ինչու՞ չէ, եւ մեր խմորեղենի մեկ կտորն էլ ափսեի մեջ դնել։ Առօրյա թեթև լավ ինքը փայլուն սպասք է, գրավիչ եւ տրամադրություն բարձրացնող։ Եթե դեռևս չունեք, կարող եք խանութներում նայել եւ դուք էլ ձեռք բերել։ Այսպես շատ կուզեի, որ տանել, լվանալ եւ տեղավորել, բայց ջուրը դեռևս չկա։ Ձորակը միացրած եմ թողել, որ հենց որ ջուրը կա, ջրի ձայնը լսեմ եւ իմանամ, բայց արդեն աշխատանքի գնալուց առաջ անպայման կանջատեմ ջրի ձորակը։ Անցանք առաջ, սիրելի հետևորդներ ջան, որոշ ժամանակ առաջ ասել էի, չէ, որ մի հատ կաթսա եմ ընտրել հատուկ մածուն բերելու համար եւ արդեն իսկ գնել եմ։ Ինքը ռուսական ֆիրման է, սիրելի հետևորդներ ջան, եւ քանի որ արդեն իսկ իր պիտակի վրա գրած է ռուս, ինձ հեշտ է ասել եւ այս անգամ չեմ շփոթվում։ Գիտեք, ասեմ, շատ թանկ հաճույք է։ Նույնպես կարող եք խանութներից ձեռք բերել, քանի որ գրեթե ամենուր կա։ Ընդհանրապես, երբ որ մածունը այս տիպի կաթսաներում ենք մերում, ավելի համեղ է ստացվում, սիրելի հետևորդներ ջան։ Այս ամենը պիտի ձեզ ցուցադրելուց հետո լվանամ, տեղավորեմ եւ այդպես շարունակ։ Այստեղ թեթև բազաներ եմ գնել ամառային։ Մի պահ առաջին հայացքից թվում է, թե ինքը լավ ծանր է, քանի որ ինքը տեսանելի, տեսողական ձևով թվում է, թե ապակե ծանր վազաներ են եւ իր նաշխը նման է մեր սովետական տարիների արտադրանքին, ճենապակյա այն վազաներին, հայտնի, որ բոլորիս տանն էլ շատ լավ տեղ էր գրավում եւ շատ զգուշորեն էինք օգտագործում, հատուկ հյուրերի համար էինք անում եւ իր նաշխը նման է դրան, համոտեցնեմ, սիրելի հետևորդներ ջան, այնքան թեթև է, այնքան հավես է, այս ներքևի ոսկեզոծ հատվածը պլաստմաս է, իսկ թեպետև այս վերևի հատվածը արդեն ապակե է, բայց հասարակ ապակուց է, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ ինչ նյութ է, ամեն դեպքում հաստատ ճենապակի չէ, եւ 3 հատ եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ավելի խոշոր մրգերի համար, նույնիսկ կարող ենք խմորեղեն այստեղ տեղավորել եւ իհարկե կոնֆետների տեսականի, ինչ ուզենք այն էլ կտեղավորենք, սիրելի հետևորդներ ջան, ինքը ունիվերսալ աման է եւ այդքան էլ թանկ հաճույք չէ, շատ հարմար է գները, քանի որ թեթև է, այստեղ եմ տեղավորում, եւ անցնում էի առաջ, այստեղ բոլորիդ հայտնի սառնարանի ամաններն են, փակ ամանները շատ հարմար, որը թարմացրել եմ եւ թարմություն եմ ուզում մտցնել եւ երբեմն արժե իսկապես որ թարմություն մտցնել, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ուշադրություն դարձնել ահա այս կողմի պատկերին, տղա եւ աղջիկ պատկեր է, մարդկանց պատկերներ է նկարված, մեղրահացով եւ հենց այս պատկերի համար էլ ուզեցի գնել եւ ձեռքիս տակ ունենալ եւ հաճույքով օգտագործել։ Իհարկե ծաղիկները նույնպես գրավիչ չեն, բայց ահա խնդրեմ սիրելիներս, մեղրահացով մարդկանց պատկերը ինչ է խորհրդանշում։ Խորհրդանշում է, որ մեղուներով է կյանքը, մեղուներն են, որ մեզ պահում են, մեղուներն են, որ բնությունը կա, մեղուների շնորհքն է, որ նաև մարդկությունը կա, սիրելի հետևորդներ ջան, եւ քանի որ հիմա շրջանն է քաղցր բաներ պատրաստելու ձմռան համար, հատկապես մուրաբաները, իսկ մուրաբայի հոտի վրա մեղուները հեռուներից այդ բուրմունքը զգում են, մոտենում են եւ հավաքվում են մեր տներում։ Շատ կխնդրեմ բոլորիդ, որ զգուշ լինեք, մուրաբա եփելիս ձեր լուսամուտները, ցանցերը անպայման փակ պահեք, որպեսզի մեղուները մուրաբա եփելու հոտի վրա չլցվեն ձեր տները եւ դուք էլ անտեղի խոճապի չմատնվեք ու չսատկացնեք, քանի որ ինձ պատահել է, տեսել եմ որոշ տեղեր, որ նման դեպքերում ծուխ են անում, թուղթ են վառում
հետո սկսում են արագորեն սատկացնել մեղուներին։ Մեղուները մեղավոր չեն, մեղուները անուշ բուրմունքի վրա են տուն լցվում, դրա համար մենք պետք է զգույշ լինենք, քանի որ նորից եմ ուզում բարձրացնել եւ ցույց տալ այս գեղեցկությունը, սիրելի հետևորդներ ջան, ահա խնդրեմ, սա ճիշտ է, ինքը հասարակ սկուտեղ է մեր ամենօրյա օգտագործելու համար, տարբեր բաներում կարող ենք օգտագործել այսպիսի մեծ սկուտեղները, բայց ահա տեսեք, թե ինչ է խորհրդանշում այս անկյունում այդքան էլ աչքի չզարնվող պատկերները մարդկային եւ մեղրահացող պատկերները, այսպես այստեղ փայլում ամաններ, քանի որ արդեն մոտեցել է շրջանը մրգերի եւ բանջարեղենների փակոցների շրջանը, ասեմ, որ ես դեռևս ոչ մի փակոց չեմ արել, սիրելի հետևորդներ ջան, նույնիսկ դեռևս ծիրանի կոմպոտ ունեմ, վերջին կոմպոտը դրել եմ Սառնանում Սառի, նաեւ շատ այլ ուրիշ մրգերի կոմպոտներ ունեմ, եւ նոր միայն կսկսեմ կոմպոտներով զբաղվել, դեռևս ուշ չէ եւ կհասցնեմ։ Ահա, այս մեկը առանց անցքերի է, իսկ այս երեքը անցքերով է, սիրելի հետևորդներ ջան, շատերիդ հայտնի, շատերդ գնում եւ գնում եք տնտեսական խանութներից, շատ պետքական է, սիրելի հետևորդներ ջան, եւ թեթև է մեր կանացի ձեռքերի համար օգտագործելու համար, ծանր չէ, համեմատած սովետական տարիների այսպիսի փլավքամիչներին, որոնք որ սիրում ենք ասել այդ տարիներին, փլավքամիչներ, ահա, կարող ենք օգտագործել եւ մրգերի, եւ փլավները քամելու համար։ Այսպես, այստեղ տեսնեմ ինչ մնաց, այստեղ եւս մեծ կաթսա են դնել, սիրելի հետևորդներ ջան, ահա, նույնպես ռուսական արտադրանքն է, մոտեցնեմ մի հատ էսսեվով, սիրելի հետևորդներ ջան, ահա, էլի համոզված եմ շատերիդ հանդիպում է խանութներում, ահա, ինքը ծանր է, ուզում եմ այստեղ տեսավորություններ կատարել արդեն, որ կարողանամ տեղավորել, չեմ մոռանում նաև մեկ կում սուրճ վայելել, զրուցով ենք ընկնում և սուրճը անտեսվում է։ Ջան, այս կողմ կդնեմ, գազօջախին կդնեմ իմ սուրճի ափսեն և բաժակը և բացեմ, սարը ցույց տամ, միգուցե ձեզ դուր կգա և կուզենաք, որ դուք էլ ձեռք բերեք, ասեմ, որ լավ ծանր է ինքը, շատ հարմար է խաշլամա եփելու, դորմա եփելու և մեծ ընտանիքների համար իհարկե։ Ահա, խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, գիրքը ցույց տամ, որ ռուսականն է, այն անգամվա պես շփոթության չմատնվեմ, երբեմն հիշում եմ և ինքս սկսում եմ ծիծաղել։ Որովհետև հետո լավ կարող է պատահել, որ այդ տառերը շփոթեցնեն մեզ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ներսում իր լիտրաչափը գրված է, որը նույնպես շատ հետաքրքիր գրավիչ է ստացվում, այսինքն հենց կաթսայի մեջ, եթե ուզենանք լիտրով ինչ-որ մի բան անել, հենց այդտեղից էլ կարող ենք մենք այս գրված լիտրաչափից օգտվել, սիրելի հետևորդներ ջան, ահա, լավ ծանր է, մի խոսքով, շատ լավ որակի ապրանք է, այսպես, կափարիչներ, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ ինչ այնպես չեղավ, մի խոսքով, ամեն ինչ նորմալ է և արդեն կափարիչը ցույց տամ, ուզում եմ հատկապես այս եզրային հատվածը ցույց տալ և ասել, որ շատ ինքը այնպես է պատրաստած, որ սնունդը երբ որ գոլորշու հետ բարձրանում է վերև, այս արանքները շատ չի լցվում, այդ տարբերակով է պատրաստած։ Դու գիտեք, որ գնալով ամեն ինչն էլ փոփոխվում է և ամեն մի արտադրող իրենն է առաջարկում։ Նորից եմ սրճում։ Ճիշտ է ջուրը չկա, բայց միևնույնն է, ես իմ վլոգը կարողացա ներկայացնել ձեզ, անկեղծ լինեմ ու ասեմ, որ ուզում եմ ես ամենը լվանալ և սրբել, տեղավորել և այդպես միանալ ձեզ, բայց այս տարբերակով ստացվեց։ Այստեղ էլ արդեն, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ
Սրանց մեծն է, ահա այս տիպի ամանների մեծն է, որի մեջ կարող ենք ինչ ուզենք տեղավորել, թե չոր և թե թաց սնունդ, հիմնականում ես գնել եմ շաքարավազի համար, որպեսզի մրջյունները չհավաքվեն, հարմար է նաև ալյուրի համար, ճաշացուների համար, մի խոսքով թթուների, ամեն ինչի համար, ինչ որ մենք ուզենանք։ Այնպես որ փակ աման է և ունիվերսալ է։ Այսպես, էլի տակառիկ եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ինքը 20 լիտրանոց է և սա գնել եմ մեղրի համար, թեպետև մեղրը ես չեմ պահում պլաստմասե ամաններում, այլ երբ որ մեղրը քամելիս ենք լինում, հատկապես, որ այստեղ իր բերանի տարածքը լայն է, ինձ դա է գրավում, ու երբ որ մեղրը քամում ենք, շատ հարմար է լինում այսպես լցնելու և նաև այստեղից հետ լցնելու համար, գիտեք, որ ապակե բանկաներում պետք է պահել մեղրը, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի իր համային արժեքը ու որակը չկորցնի, իսկ թե ինչու այստեղ մի քանի օր մնում է, որպեսզի քամվելուց հետո ամեն դեպքում մեղրը դեռևս ռեակցիայի մեջ է մտնում և կարգը այդպես է, դրա մասին ավելի խորը կխոսեմ ուրիշ վլոգիս մեջ, երբ որ մեղրի մասին եմ խոսելիս, այստեղ էլ արդեն ծաղկամաններ են գնել, սիրելի հետևորդներ, ահա, թե սովորական, ահա, այսպես մեծ և միջին, այս մեծը առանց նկարի է, առանց ուզորների է, այդպես ասեմ, հա, իսկ այս երկուսն էլ արդեն իր վրա ծաղիկներ է պատկերված ու փայլուն որակն է, այս գույնը արևի գույնից չի խամրում, սիրելի հետևորդներ ջան, պետք այդ որակը գնեք, քանի որ թեթև է կարող եմ էլի այստեղ տեղավորել զգուշորեն և ցույց տալ այս մյուս ծաղկամանը, որը շատ հետաքրքրեց ինձ, ահա, իր միջուկը դուրս է գալի, այսպես, ահա, և շատ հարմար է, երբ որ մեր սիրելի ծաղիկը այստեղ տեղավորենք և սենյակում դասավորություն տալիս ձմռանը, արդեն մեր սիրելի վայրերում հեշտ ու հանգիստ տնենք և ոչ մի ջրի կաթիլ չի լինի մեր կահույքի վրա։ Այդպես, սա կարող եմ այստեղ տեղավորել և անցնել առաջ, այստեղ անձեռոցիկ ամենօրյա, միշտ պետք է կա և այստեղ սիրելի հետևորդներ ջան ամենահետաքրքիր ծաղկամանները ժամանակակից, որ էլի կարող է ձեզ էլ հանդիպել բոլոր խանութներում գրեթե, սիրելի հետևորդներ ջան, ահա, մեկը կլոր է, հիմա այսպես, ուզում եմ նաև զգուշ վարվել, ահա, մի քիչ ինքը այդքան էլ թեթև չէ և շատ գեղեցիկ է, թվում է, թե ինքը կավից է պատրաստած, այդ տպավորությունն է թողնում և մյուսը, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես, էլի նման ձևով պատրաստած իր պատրաստման եղանակը թույլ է տալի, որ ջուրը մեր կահույքի վրա չլցվի ու մեր կահույքը չքչանա։ Հիմա այս ամենը նորից պիտի այստեղ տեղավորեմ և արդեն կզբաղվեմ այս ամենով, սիրելի հետևորդներ ջան, ծաղկամաններում ծաղիկները, այստեղ էլ կլվանամ, կչորացնեմ և կդասավորեմ իմ դարակների մեջ, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես սուրճս էլ վայել եմ և արդեն կշտապեմ իմ աշխատանքին, եթե երեկոյան ժամերին տեսնեմ, որ ամեն բան լավ է դասավորվում, նորից վլոգ կպատրաստեմ հաջորդ օրվա համար։ Լավ եղեք, առողջ եղեք և միշտ չպտացեք, առայժմ։